Վերջին զանգ սերիալում Սոսը վերջապես բռնացնում է Լիլիթին, շանտաժիստ Բուշքրոջ հետ միասին, եւ նրա մեջ օրեր շարունակ կուտակված կասկածները հանկարծ դառնում են իրականություն։ Լիլիթը ամբողջ ուժով փորձում է խուսափել ամենավտանգավոր բացահայտումից։ Ամեն գնով համոզել, նույնիսկ վախեցնել Բուշքրոջը, որպեսզի վերջինս երբեք չի հիշատակի Միքայել Շախունցի անունը։ Չէ՞ որ հենց Միկոյի թեթև ձեռքով է տարիներ առաջ անհետացել Աննայի երեխան։ Լիլիթը հասկանում է, որ եթե Սոսը իմանա այդ մասին, ապա հարցը ժամանակի խնդիր կլինի, մինչև նա բացահայտի ողջ ճշմարտությունը։ Բայց այժմ իրավիճակը մի նոր շրջադարձ է ունենում։ Բուշքույրը հանկարծ հայտնվում է հիվանդանոցում, մահամերձ վիճակում, եւ սա, որքան էլ դաժան հնչի, դառնում է Լիլիթի համար հարմար պահ։ Նա անկեղծորեն ուրախանում է այդ լուրով, քանի որ կարծես թե Բուշքրոջ կյանքից հեռանալը կապահովի իր գաղտնիքի անվտանգությունն ու լռությունը։ Բայց Սոսը ձեռքերը ծալած չի մնում։ Նա միանգամից ուղևորվում է Աննայի մոտ, փոխանցում իր իմացածը եւ պարզապես հեռանում, թողնելով Աննային սեփական անցյալի հետ, լի հարցերով, կասկածներով։ Աննան փորձում է տրամաբանել, տարիների խորքից հանել հիշողությունները, զգացումները, մարդկանց պահվածքները։ Եթե ամեն ինչ դիտարկենք տրամաբանական հեռվից, ապա միակ մարդը, ում հարմար էր երեխայի, Սոսի եւ Աննայի բուստրը, անհետացումը հենց Միքայելն էր։ Սակայն Աննան հրաժարվում է հավատալ այդ սցենարին։ Չնայած ներսից ինչ-որ բան հուշում է, որ պատասխանները հենց այնտեղ են, որտեղ ամենակիչն է ցանկանում նայել։ Իսկ եթե Աննան մինչև վերջ խորանա, ապա նա կհասկանա ոչ միայն թե ով է կանգնած երեխայի անհետացման հետևում, այլ նաև այն, թե ով է իրականում Անգելինան։ Եվ ինչու տարիներ շարունակ Միքայել Շախունցը, ով իբր սիրում էր Աննային, ստեղծեց այդքան մեծ սուտ ու կեղծիք նրա իսկական դստեր շուրջը։ Բայց այսքանից հետո էլ Աննան շարունակում է իր ներսում արդարացնել Միքայելին։ Նա ասում է. «Միկո կարող էր ինձ ցավ տալ, բայց երեխայիս երբեք»։ Սոսի պահվածքն այս ֆոնին նույնպես տարօրինակ է։ Եթե տարիներ առաջ հենց Միքայելն է նրան հել ձորը, մտածելով, որ վերջնականորեն ազատվել է Սոսից, ապա դժվար թե խղճացած հոգի լիներ, որը կգթար Սոսի նորածին երեխային։ Ու սա միանշանակ է դարձնում Սոսի կասկածները։ Մինչ այս ամենը տեղ է ունենում մեկ ճակատում, մյուսում Անգելինան շարունակում է ապրել իր կյանքի սարսափելի անկայուն փուլը։ Նա, ով այսքան զոհաբերություն արեց հանուն սիրո, այսօր կրկին կանգնած է միայնության առջև։ Չբավականացան իր անձնական կրքերը, հիմա էլ Նոյի ողբերգական մահն է, եւ որպես լրացուցիչ ցավ, Էլիզը նրա վրա է թափում կուտակված վիրավորանքն ու ատելությունը, մեղադրելով նրան ամեն ինչում, ինչի հետ Անգելինան առնչություն անգամ չուներ։ Հենրին վշտի, վախի եւ պատասխանատվության խառնաշփոթում այլևս չգիտի ում կողմ կանգնել, ինչ անել։ Էլիզը նրան կանգնեցնում է փաստի առջև, այսօր եւ առանց ուչացնելու որդեգրել երեխա, եւ այս անգամ Հենրին, չկարողանալով դիմակայել ճնշմանը, համաձայնում է։ Նրանք գնում են ու որդեգրում են երեխային։ Եվ ահա, այդպիսով Հենրիի կյանքը շրջում է նոր էջին։ Հարգելի հետևորդներ, արդյոք Բուշքույրը կմահանա։ Գրեք մեկնաբանություն։ Հղի ենք, ասեք հղի ենք։ Էս ինչ մի ներկայացում եք խաղում, իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Էլինը մեջ ճանաչում է, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից sense իմ սիրտը լցվել էր։ Ես չէի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։
Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, հանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ ընդար Ֆրունզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդում ես իրանց տուն հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու դա ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։ Ուրեմն թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան, մեր պրոդյուսերի մոտ իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ տխրում եմ։ Թվում է, թե այս ամբողջ ընթացքը երկար է ձգվում, մեկ-մեկ հոգնում եմ, մեկ-մեկ դժվար է, բայց այդ ամենին զուգահեռ ես շատ եմ սիրում իմ գործը։ Ամեն դժվարությանը զուգահեռ ես մեծ սիրով եմ գնում ու տանում։ Շատ են հարցերը իմ ու Լովի ընկերանալու հետ կապված, միասին աշխատելու հետ կապված, արդյոք հեշտ է թե ոչ։ Շատ լավ ենք ընկերացել, շատ։ Իրականում ես դպրոցական տարիներից ի վեր միշտ ավելի հեշտ շփվել եմ տղաների հետ եւ ոչ աղջիկների։ Շատ դժվար է աղջիկների հետ, շատ, որովհետեւ աղջիկները միշտ կոնկուրենցիայի մեջ են, միշտ պայքարի մեջ են, ավելի հեշտ եմ ընկերանում տղաների հետ։ Դպրոցում էլ ես միշտ իմ շրջապատը ասենց պայքայինք, բայց ես տղաների հետ ավելի մտերիմ եի, ավելի ջերմ էի, իրանք ինձ քրոջ նման էին ընդունում։ Լևոնի հետ շատ հեշտ մտերմացանք, իր բնավորությունն էլ շատ լավն է, իմ բնավորությանը մոտ է, միասին շատ լավ ենք իրար հասկանում, աշխատում, կես բառից, կես հայացքից, մի խոսքով իրար հետ աշխատելու հետ կապված խնդիր չունենք։ Ինձ մնաց շուրթերս, աչքերս, արագանեմ եւ գամ ձեզ մոտ։ Այո, վերջ։ Այս պահին Լիլիթ եմ դարձել ու պատկերացնում եք, եթե Լիլիթը երգեր Моя душа такая нежная, у колонны каскасвеш. Но он сказал, что нежная душа у меня, стерва. Սիրուն բաբը սтерվի։ Հենց նոր իմացա, որ մենք վերջում միասին չենք լինելու։ Տեսարան եմ անցնում, ձեր ամենասպասված տեսարանն եմ անցնում։ Սպասում եմ Լեովը գա, որ խաղանք։ Ինչքան եք սպասել դուք ես տեսանեն ժողովուրդ։ Շատ։ Փորձեմ լավ խաղում։ Ինձ լավ բաներ գրեք, ոգևորվեմ, որ լավ խաղամ։ Տեսեք աչքերից տակն արդեն ուռած կեսը նկարել ենք։ Так что սպասում եմ ձեր լավ խոսքերին։ Գնում ենք նկարահանման մեր տրիոն։ Լավ ենք անում ինչա։ Դու ինչ կասես։ Քայլում ենք։ Խոսում ենք։ Այս տեսարանները դուրս չի եկել։ Ասում ենք սիրահարներին։ Այդի։ Ես